Նկարարները հայտնաբերել են Ծափաթաղ գյուղում օրեր շարունակ անհետ որոնվող 3-ամյա Տիգրան Հովհաննեսովի դին։ Երեխայի մարմինը հայտնաբերվել է նոյեմբերի 2-ին Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում։ Նշանակվել են փորձաքննություններ։ 3-ամյա երեխայի կորելու մասին ոստիկանությունը հաղորդում է ստացել հոկտեմբերի 27-ին։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II եղբայրը Գևորգ Ներսիսյանն ու վերջինի որդին Համբարձում Ներսիսյանը ցուցմունք են տվել, նրանք ձերբակալվել են, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Մինչ այս նա նշել էր, որ նրանց մեղադրում են խուլիգանության եւ քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու համար։ Ներսիսյանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Առիթը Հանրապետություն կուսակցության վաղարշապետի քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումն է, որում վերջինը հայտնել է, թե կաթողիկոսի եղբայրն ու վերջինի որդին խոչընդոտել են իրենց քաղաքական թիմի օրինական նախընտրական քարոզարշավի անցկացմանը վաղարշաբաթ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայրում։ Անցած մեկ շաբաթվա ընթացքում հանրային տրանսպորտից օգտվող 935 անց տուգանվել է, հայտնել է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը։ 673 տուգանքի որոշումն առանց տոմս երթևեկելու համար է, 89 անձ օգտվել է այլ քաղաքացու արտոնությամբ տրված տոմսից, 173-ը վճարային միջոց ունեցել է, բայց չի վավերացրել։ Միաժամանակ տուգանքի որոշումների չեղարկման 100 դիմում է ստացվել, որոնցից բավարարվել է 11-ը։ 2023-ից 24 թվականներին Հայաստանը Ֆրանսիայի հետ ստորագրել է ավելի քան 274 միլիոն եվրոյի սպառազինության պայմանագրեր։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության կողմից երկրի խորհրդարան ներկայացված զեկույցի համաձայն Հայաստանը դիմել է Ֆրանսիայի աջակցությանը կարողությունների մեծացման եւ ժողովրդի անվտանգության ապահովման նպատակով։ Նոր սարքավորումների արտահանումը, զորավարժությունների անցկացումն ու օպերատիվ գործողությունները ունեն խիստ պաշտպանական բնույթ, ընդգծվում է զեկույցում։ Ֆրանսիան Հայաստանին մատակարարում է Սեզար հաուբիցներ, ինչպես նաեւ 15 հակատանկային հրթիռ եւ հրթիռային կայանքներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար տեսնել միջուկային զենքի զինանոցների կրճատում ամբողջ աշխարհում եւ արդեն քննարկել է այս հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ CBS-ին տված հարցազրույցում նա նշել է, Միացյալ Նահանգներն ավելի շատ միջուկային զենք ունի, քան որևէ այլ երկիր աշխարհում եւ կարծում է, որ պետք է ինչ-որ քայլ ձեռնարկել, ապա միջուկայնացման ուղղությամբ։ Հարցին ինչու է տասնյակ տարիներ անց հանձնարարել Պենտագոնին սկսել միջուկային զենքի փորձարկումներ իրականացնել, ԱՄՆ նախագահը պատասխանել է, դա անում են Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, Չինաստանը, հետևաբար ինքը չի ցանկանում, որ Միացյալ Նահանգները լինի միակ երկիրը, որը փորձարկումներ չի անում։ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, չի քննարկում Կիևին Տոմահավք հեռահար թևավոր հրթիռներ տրամադրելու հարցը։ Նա միաժամանակ հավելել է, որ դեռ կարող է փոխել միտքը։ Մինչ այդ Ուկրաինան հակաօդային պաշտպանության համար ստացել է Պատրիոտ զենիթահրթիռային համակարգեր։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Գերմանիային, ընդգծելով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվել։ Հայաստանի տարածքում նոյեմբերի 3-ից 3-ը, նոյեմբերի 3-ից 7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում նոյեմբերի 3-ից 7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկը կլինի 16-ից 18, երեկոյան 8-ից 10 աստիճան տաքություն։